Իսկ դուք գիտեք ինչու Մասկը այլևս չի շփվում Բիլ Գեյթսի հետ։ Ուրեմն 2022 թվականին, երբ Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, նա հանդիպեց Գեյթսին Տեսլայի ֆաբրիկայում։ Գեյթսը նրան առաջարկեց միանալ Giving Pledge բարեգործական շարժմանը, սակայն զրույցը շատ արագ հասավ փակուղու։ Մասկը պարզեց, որ Բիլ Գեյթսը բացել է $500 միլիոն շորտ պոզիցիա եւ բացահայտ հարցրեց. ինչու է շորտ անում Տեսլայի ակցիաները։ Գեյթսը բացատրեց, որ նա եւ իր ֆինանսական խորհրդատուն կարծում են, որ ընկերությունը գերագնահատված է։ Մասկը զայրացավ։ Դու ասում ես, որ հոգ ես տանում շրջակա միջավայրի մասին, բայց խաղադրույք ես անում միակ էկոմոբիլ ընկերության դեմ։ Մասկի համար սա արժեքների դավաճանություն էր։ Նա պարզապես դուրս եկավ հանդիպումից։ Ավելի ուշ, երբ Գեյթսը կրկին փորձեց խոսել բարեգործության մասին, Մասկը կտրուկ պատասխանեց. ինչպես կարելի է լուրջ վերաբերվել քո էկոլոգիայի հանդեպ մտահոգությանը, եթե դու շորտ ես բացել Տեսլայի ակցիաների վրա։ Վերջի վերջո, Գեյթսը այդ գործարքից կորցրեց մոտ $1.5 միլիարդ։ Իսկ Մասկը ընդմիշտ խզեց կապերը նրա հետ։ Եթե ցանկանում եք ավելի հետաքրքիր պատմություններ իմանալ, ապա բաժանորդագրվեք մեր Telegram-յան ալիքին։